Ուրեմն հարգելի իմ դիտորդ YouTube-յան իմ ալիքում ինձ խնդրել էին նայեն, արդյոք Գեորգի Գյուրջիևը իրականում միստիկ մոգ է, ունի էքստրասենսոր հատկություն կամ պայծառատես է արդյոք եւ առհասարակ ինչ միստիկ ունակություն ունի, բերել եմ, գտել եմ իսկական միստիկի մոգի քարտեզ, չնայած ես եթե անկեղծ չէի կասկածում, հլստեղ մի հատ նայեք, հլստեղ բարենպաստ տրինները նայեք, հլստեղ կոնֆլիկտային բան չկա է, ախր որ ասեմ, հլը տեսեք 7-րդ տունը կարիճում, հլստեղ նայեք, հլսես 12-րդ տան, այստեղ է գտնվում, մոլորակները նայեք, այստեղ 8-րդ տան հլսես նայեք, մի խոսքով, մոգի քարտեզ եմ վերել, դե ինչ, եկեք վերցանենք, արդյոք Գյուրջիևը էքստրասենսոր ունակություն ունի և առհասարակ մոգը, մարդը կարա էքստրասենսոր ունակություն ունենա, բայց մոգ չլինի, բայց երբ որ մոգ է, ուրեմն համեն ունի, մոգ ասած բառը, մոգը արդեն կատարյալ է, ինքը ամեն ինչ ունի։ Եվ ուրեմն նախ ներկայացնեմ ով է, Գեորգի Գյուրջիևը 20-րդ դարի ամենաազդեցիկ և խորհրդավոր միստիկ փիլիսոփաներից, հոգևոր ուսուցիչներից և կոմպոզիտորներից է։ Ուրեմն ունի հայ-հունական ծագում, մայրը գյումրեցի է, հայրը հույն աշխուղ է, ծնվել է ուրեմն Գյումրիում։ Նա 4-րդ ուղու հիմնադիրն է, ուրեմն Գյուրջիևը պնդում էր, որ մարդիկ ապրում են մեխանիկական հիպնոտիկ արթուն քնի մեջ։ Այս վիճակից արտանալու համար նա ստեղծեց 4-րդ ուղի համակարգը, որը միավորում է ուրեմն ֆաքիրի, վանականի և յոգի մեթոդները առանց հասարակությունից մեկուսանալու։ Սրբազան պարեր, չգիտեմ ովքեր որ նայել են իր ֆիլմը, օրինակ ես որ սովորում էի մագիայի դպրոցում Հունաստանում, ինձ իմ ուսուցիչը, այսինքն մեր աշակերտներիս ինքը առաջարկում էր մոգական կինոներ կամ կինո մոգերի մասին, ինքը մեզ առաջարկեց և նայեցինք, քննարկեցինք, այնտեղ հատվածներ կար, որ վերլուծության կարիք ուներ, վերլուծեցինք, մի խոսքով, սրբազան պարեր և շարժումներ, նա արևելքի տաճարներից հավաքագրել էր հատուկ սրբազան պարեր, դրանք պահանջում էին մտքի, զգացմունքների և մարմնի կատարյալ համակարգում, ծառայելով որպես յուրօրինակ միստիկ մարզանք գիտակցության ընդլայնման համար։ Օրինակ յոգայում ծառի դիրքը բերում է ուղեղի երկու կիսագնդերի հավասարմանը, այսինքն դու կարողանում ես քո մարմինը պահես մեկ ոտքի վրա և միևնույն ժամանակ ձեռքերը նամաստեի դիրքով կամ ավելի վերև կենտրոնացված հայացքը վերև և հեռու նայելով պահում ես, իմիջիայլոց բարդ դիրք է, դե ես քանի որ 12 տարի յոգայի մարզիչ եմ եղել, ես շատ լավ գիտեմ էլի այդ դիրքերի բարդությունը, ինքը բերում էր ուղեղի երկու կիսագնդերի հավասարեցման, այսինքն ձեր ուղեղի երկու կիսագնդերը հավասար աշխատում էին, այսինքն ներդաշնակ աշխատում էին, Ուրեմն քանի որ ինձ բերել է առաջի տանը, մենք գիտենք, որ ով քարտեզը բացում է, ինքը գտնվում է առաջի տանը, ու առաջի տանը կարա անգնի 9-րդ տուն, 10-րդ տուն, բայց դա համարվում է առաջին տունը և ցույց է տալիս սլանքը հենց կարմիր գծով։ Ուրեմն ինձ առաջի տուն, Գյուրջիևին 7-րդ տուն, 9 և 10-րդ տներում ցույց է տալիս, որ ունենք միստիկ ուսուցչի կերպար,
Եվ դա կարիճի ազդեցությունն է 9-րդ տանը։ Քարտեզում 9-րդ տան գագաթը, կուսպիդը գտնվում է կարիճ նշանի մեջ, որի կառավարիչն է Պլուտոնը։ Եվ տեղակայված 12-րդ գաղտնիքների միստիկայի տանը։ Նա ուղղակիորեն հաստատում է, որ այն անձը, ում հորար քարտեզը ես կազմել եմ, խորը եղել է, այսպես ասեմ, խորը միստիցիզմի, գաղտնի գիտելիքների եւ տրանսֆորմացիայի հետ կապված էներգիաների մեջ։ Արեգակը եւ Հուպիտերը առյուծում 6-րդ տուն, Գյուրջիևին խորհրդանշող Արեգակն ու Հուպիտերը գտնվում են առյուծի հզոր նշանում։ Սա ցույց է տալիս մագնիսական, խարիզմատիկ եւ առաջնորդ ազնվորություն, ով ստեղծել է իր սեփական հոգեվոր դպրոցը, այսինքն ինքը ինչ կա Հյուպիտերի լույսի տակ ընդարձակվել եւ տարածվել է։ Որտեղ է թաքնված Գյուրջիևի մոգությունը։ Մերկուրին առյուծում, Մերկուրի միտքը, ինտելեկտը գտնվում է Արեգակի կողքին։ Գյուրջիևը ոչ թե դասական իմաստով հրաշքներ գործող մոգ էր, այլ մտքի ու հոգեբանության հզոր կառավարիչ։ Նրա մոգությունը կայանում էր մարդկանց հիպնոտիկ քնից արթնացնելու եւ նրանց գիտակցությունը փոխելու մեջ։ Քանի որ ես առաջի տանն էի գտնվում, խոսեմ նաեւ իմ առաջի տնից, իմ առաջի տունը ցույց էր տալիս, որ ես ինտուիտիվ հոգևոր փնտրտուքների մեջ գտնվող ազնվորություն եմ, ով սիրում է բացահայտել տիեզերական գաղտնիքները, քանի որ լուսինը գտնվում է Խոյ նշանում, ինչը հուշում է, որ ես այս հարցում ուզում եմ ստանալ ուղիղ, հստակ, կտրուկ պատասխան։ Աստղաբանության քարտեզը լիովին հաստատում է, որ Գյուրջիևն իր էությամբ եղել է միստիկ եւ հոգևոր ուսուցիչ։ Ուրեմն տեսեք, Գյուրջիևի կերպարը 9-րդ եւ 10-րդ տներ։ 9-րդ տան գագաթը, ասեցի կուսպիտը գտնվում է կարիճում, նա պատասխանատու է հոգևոր ուսուցչի, փիլիսոփաների եւ կրոնի համար։ Կարիճը ամենամիստիկ գաղտնի տրանսֆորմացիոն նշան է։ Սա ուղղակիորեն մատնանշում է, որ Գյուրջիևը զբաղվել է էզոտերիկայով եւ գաղտնի մոգությամբ։ 10-րդ տունը տանգագաթը գտնվում է աղեղնավորում։ Սա ցույց է տալիս, որ նրա հռչակը որպես համաշխարհային մակարդակի գուրու եւ հոգևոր առաջնորդ այսպես տարածվել եւ ընդունվել է։ Ուրեմն մոլորակների հզոր ասպեկտները, կոնդիցիաների տակ նստելը, սառնարանից սառույցով ջուր խմելը, ժողովուրդ ջան, բերում է այս տեսակ հետևանքների, ձայնից համար ինձ կներեք, մի փոքր այսպես գրիպոս վիճակա, բայց դե կասնի։ Ուրեմն Արեգակի եւ Հյուպիտերի միացումը առյուծում 6-րդ տուն գտնվում է թագավորական առյուծի նշանի մեջ։ Սա հաստատում է, որ Գյուրջիևը եղել է վառ, խարիզմատիկ անհատականություն, ով հոգևոր մեծ ազդեցություն է թողել մարդկանց վրա։ Պլուտոնս եղել է 12-րդ տանը, ռետրոգրադ, կարիճի կառավարիչը Պլուտոնը գտնվում է 12-րդ տանը, միստիկայի, գաղտնիքների եւ մեկուսացման տուն։ Սա փաստում է, որ նրա գիտելիքները բխել են հին, փակ տաճարներից եւ գաղտնի միաբանություններից։ Լուսնի տրինը դրական կապը Արեգակի եւ Հյուպիտերի հետ։ Ուրեմն սա ինչ ասում, սա միանգամից տիեզերքը պատասխանում է, որ այո, եղել է միստիկ եւ մոգ։ Ուրեմն հորար քարտեզի ցուցումներով Գյուրջիևը օժտված էր էքստրասենսորիկայի եւ պայծառատեսության տարրերով, սակայն նրա տեսանելիությունը սովորական գուշակի մակարդակի չէր, այլ շատ ավելի խորն էր։ Էքստրասենսորիկա եւ էներգետիկ ազդեցություն 12-րդ տան Պլուտոնը 12-րդ տունը պատասխանատու է անտեսանելի աշխարհի, ենթագիտակցության եւ էքստրասենսորիկայի համար։ Այնտեղ գտնվում է հենց Պլուտոնը,
որը 9-րդ միստիկ տան կառավարիչն է, փաստում է Գյուրջիևը ունի հզոր էքստրասենսոր դիրք։ Դա կարողանում էր համ հիպնոզացնել, համ զգալ մարդկանց էներգետիկ դաշտերը։ Պայծառատեսություն, հստակ տեսողություն։ Ուրեմն Նեպտունը ձկների տանը աստղագուշակության մեջ համարվում է արթնացող երրորդ աչք։ Պայծառատեսության մոլորակ այս քարտեզում, քանի որ գտնվում է առաջին տան սահմանին, սա նրա ներքին էությունն է։ Ինչպես էր նա օգտագործում այդ ուժը, Մերկուրի և Արեգակի կապը, սա հուշում էր, որ նրա պայծառատեսությունը չէր օգտագործում էժանագին գուշակությունների համար, նա տեսնում էր մարդու ապագայի հնարավորությունները, նրանց հոգեբանական բլոկները և օգնում էր մարդկանց արթնանալ։ Մի խոսքով շատ ուրախ եմ, որ գտա իսկական միստիկի, իսկական մոգի քարտեզ։ Եթե հիշում եք, այս էլի հզոր քարտեզ էր նաև Քրոլի, հա, քարտեզը։ Ես գիտեք ինչի համար եմ ուրախանում, ուրեմն տեսեք, սովորական գուշակ, սովորական տարոլոգ, իմ էջին մարդիկ վերաբերվում են արդեն որպես ոչ թե տենց սովորական էջի, այլ էջ, որը լուսաբանում է, որը գիտական եւ էզոտերիկ վերլուծություններ է անում, հա, նայում է մարդկանց հնարավորությունները, իրական են թե սարքած են, այսինքն սա իմ էջը դարձել է ոնց որ գիտելիքի էջ, ոչ թե գուշակության էջ, չնայած իմ էջը գուշակության էջ չի էլ եղել, բայց հիմա ինքը ավելի այսպես խոր համարվում իմաստուն, գիտելիքի, մի խոսքով, ես ուրախ եմ, ինչ եմ ուզում ասեմ, որ տեսեք ինչ հարցա մարդը տվել, ես ուրախ եմ, որ դուք տալիս եք բարդ հարցեր եւ սպասում եք պատասխանները, որտեվ այս հարցերի պատասխանները դժվար որից է մեկը ձեզ տա։ Ուստի շատ շնորհակալ եմ, շարունակեք այս տեմպով, ես մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին ու մենք կնայենք, հա, քարտեզով էլ կնայենք, կարտերով էլ կնայենք, իդեպ ասեմ, որ տարոներն էլ չէին կարող Գյուրջիևին ցույց տալ, ինչ-որ ցածրակարգ գուշակ կամ շարլատան կամ ես իմ չգիտեմ բանսարկու կամ ինքնակոչ մարդը ինչ կա, այն էլ քարտեզը դրեց մեր առաջ, բայց ես ամենասովորական, այսպես Արամոս Սարգսյանի, ում մենք արդեն ունակություններ նայել ենք, եկեք տեսնենք, Գյուրջիևը միստիկ մոգ էր, ինչ հնարավորությունների տեր, անձնավորություններ հենց Գյուրջիևը։ Ինչ ունակությունների տեր անձնավորություններ հենց Գյուրջիևը։ Տեսեք, բերեց ուրեմն Սվաբոդա եւ Ռայդոն, հա։ Տեսեք, այստեղ ձվի վրա գրված մոգական գիրը, անձնավորություն, ով գնահատել է հոգու ազատությունը եւ ունեցել է հոգեվոր ուղի ճանապարհ, ունեցել է բարձր ինտուիցիա եւ ինտուիտիվ մակարդակով փնտրել է իր ճանապարհը, եղել են նաեւ դժվարություններ իր կյանքում, հա, ունեցել է նաեւ վախեր, բայց տեսեք, ինքը ունեցել է ի ծնե այն, ինչ չունեն շատերը, այսինքն սա իրան ի վերուս տրված հնարավորություն եւ ուժ է եղել, օծը մեզ ցույց տվեց, վելիկի դուխ, էլ բան չասեմ, նայեք, նույն ձևի կարտերը մեզ ցույց տվեցին, այո, ինքը սովորական անձնավորություն չէր, սովորական հոգի չէր այս աշխարհի վրա։ Նայեք, կես հայ, կես հույն, այսինքն մայրը եղել է հայ,
Եվ Գյուրջիևը ծնվել է Գյումրիում։ Գյումրիում է ծնվել։ Այսքանը։ Էլի գտեք այդպես տաղանդավոր մարդկանց, իսկ ես կվերցանեմ, հա։